Գիտուժ նախաձեռնության առաջարկով ազգային ժողովում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, նվիրված բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծին, որ ոլորտի պատասխանատուները ներկայացնեն, թե այս ընթացքում ինչ հիմնական առաջարկներ ու դիտարկումներ են ստացել նախագիծը լրամշակելու համար, որոնք են ընդունվել ու որոնք մերժվել։ Շահագրգիռ կողմերը մինչև այս հաճախ էին դժգոհում, թե արմատական փոփոխություններ նախատեսող օրինագծի մասին կարծիք առաջարկություններ են ներկայացրել, իսկ հետադարձ կապ չկա ու չկա։ Որ իմանան դրանք ընդունելի եղան, քննարկման ընթացքում նշվեց ավելի քան 500 էջ կազմող բոլոր դիտարկումները մանրակրկիտ ուսումնասիրվել են, որոշներն ընդունվել, այդ թվում գիտուժի 10 առաջարկներից 6-ը։ Հիմնական դիտարկումը, որի շուրջ համաձայնություն չկա, վերաբերում է գիտական ինստիտուտները ակադեմիայի տիրույթում թողնելուն ու բուհերի հետ չմիավորելուն։ Դա մի առաջարկ է, որ ուղղակի սկզբունքորեն չի կարող ընդունելի համարվել, որովհետև բարձրագույն կրթության և գիտության այն կոնցեպտը, որը առաջարկվում է, հիմնված է հենց այդ համատեղ աշխատանքի վրա և մեր փորձառությունը և բոլոր տվյալները ցույց են տալիս, որ կիսատ լուծումները չեն աշխատելու։ Ոլորտի պատասխանատուները վստահ են բարձրագույն կրթությունն ու գիտությունը արդյունավետ ու մրցունակ կարող են լինել, եթե գործեն միասին, ինչին էլ միտված է օրենքի նախագիծը։ Նախատեսվում է ունենալ հետազոտական խոշոր համալսարաններ, որոնց կառուցվածքում կլինեն գիտահետազոտական ինստիտուտներ, իրենց որոշակի ազատություններով, այդ թվում գիտական ծրագրերի, ֆինանսների, կադրերի։ Այն ինչ որ նախատեսվում է օրենքի նախագծով, ենթադրում է նոր համակարգի ստեղծում, որը շատ ծանոթ չի մեզ։ Մենք հավաքագրել ենք նաև գիտական ինստիտուտների այդ մտահոգությունները, իրենց անկախության, ինքնավարության և ազատությունների մասով, այդ մտահոգությունները մաքսիմալ ձևով արտացոլված են օրենքի մեջ։ Սայլը դնում ենք ձիերից առաջ, գիտուժի կարծիքը ներկայացրեց նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը։ Հավելեց, ահռելի ռեսուրսներ են դրվում ակադեմիական գիտության համակարգում կտրուկ փոփոխություններ անելու համար, չունենալով հստակություն, թե ինչպես է դա ծառայելու մեզ։ Համակարգը, որը առաջարկում է զարգացնել, մեր տեսանկյունից չպետք է լինի բացառող այլ ֆորմատների։ Եվ եթե աստիճանաբար զարգացնենք եւ համոզվենք, որ այս համակարգը շատ ավելի լավ է, ոչ միայն ակադեմիական գիտության, այլ նաեւ մեր խնդիրների լուծման համար, որտեղ մենք խնդիրներ ենք տեսնում։ Այն օրինակները, որ որոշ երկրներում անվտանգային հարցեր են լուծում նաեւ համալսարաններում, պետք է հասկանալ, իսկ դա մեզ կիրառելի է թե ոչ։ Պարզաբանվեց, օրենքը չի բացառում գիտական գործունեություն ծավալելու և պետական աջակցություն ստանալու հնարավորությունը ակադեմիական ինստիտուտներից դուրս, բայց կարևոր պայման է լինելու, որ հստակ ձևակերպվի, թե ինչ խնդիր է դրանով լուծվելու։ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նախագահն արձանագրեց կրթության ու գիտության ոլորտներում առկա խնդիրների հարցում կողմերը միակարծիք են, տարաձայնություններն այդ խնդիրների լուծման ուղիներին են վերաբերում։ Ցանկացած ինստիտուցիան պատկանում է խնդիրը ճիշտ ձևակերպելն է, ու կառուցապատման ասում ենք ոնց է կարողացել ենք այս կտորը ամբողջացնել։ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար նախագահության անդամ Արթուր Իշխանյանն ընդունեց, կարծիքները տարբեր են ընտրված ճանապարհների հարցում։ Հավելեց, ճիշտ է նաև նախարարի դիտարկումը, թե գիտության ֆինանսավորման ծավալների աճը պետության վերաբերմունքն է գիտության նկատմամբ, բայց դա չի կարող հիմնավորել, որ օրինագծով առաջարկվող մոդելը ճիշտ է։ Ամենայն հարգանքով, բայց դա մանիպուլյատիվ մոտեցում է։ Դուք պետք է հիմնավորեք, թե ինչու եթե արվի այս փոփոխությունը, տեղի ունենա որակական լավացում, այդ դա չկա։ Պարոն Իշխանյան, դուք ձեր խոսքում մի քանի անգամ մանիպուլյացիա բառը օգտագործեցիք։ Անկեղծ ասած, ես մանիպուլյացիաներով չեմ զբաղվում եւ շատ վնասակար եմ համարում մանիպուլյացիաները, որովհետեւ դրանք առաջին հերթին մեզ են խանգարում։ Ցավոք մենք այդ պրակտիկան շատ տևական ժամանակ մեր երկրում տեսել ենք։ Ինչ վերաբերում է գիտական գործունեության կազմակերպման մոդելներին, նախարարը շեշտեց, առաջարկվող տարբերակը հենց այդպիսին է։ Պետք է միավորել այնտեղ, որտեղ միայն մի տեղում դա կարող են որակյալ կազմակերպել եւ դա իմաստ ունի, որտեղ դա եւ կրթություն է, եւ գիտություն է, եւ հետազոտություն է, եւ պետք է պահել առանձին, որտեղ որ պետք է լինի առանձին։ Ես չեմ հասկանում այստեղ որն է կոնֆլիկտը։ Կոնֆլիկտը նա է, թե ով պիտի կառավարի, կներեք, կառավարումը բխում է նպատակից։ Հավելեց, իրենք կարծում են այսօր ակադեմիայի խնդիրները նաև այն պատճառով են, որ կա գործառույթների անտրամաբանական բաշխվածություն։ Վստահ են քննարկվող օրենքի ընդունման դեպքում ակադեմիայի ներգրավվածությունը մեր գիտական կյանքում շատ ավելի մեծ է լինելու։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։